Աշխարհի քարտեզում փոփոխություններ են սպասվում, մասնագետների գնահատմամբ աշխարհը կանգնած է հնարավոր մեծ պատերազմի շեմին։ Վերջին շրջանում էլ ակտիվացել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, միաժամանակ միջուկային փորձարկումներ սկսելու մասին հայտարարություններ են արել Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները։ 33 տարվա միջումից հետո Միացյալ Նահանգների նախագահը հրահանգել է ռազմական գերատեսչությանը սկսել միջուկային փորձարկումների գործընթացը։ Թրամփը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն էլ են սկսել այդ գործընթացը, ինչու ինքը չի կարող անել նույնը։ Քանի որ այլ երկրներ փորձարկում են միջուկային ծրագրեր, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի այս քայլը ուղերձ է ուղղված աշխարհի մյուս երկու խոշոր միջուկային տերություններին՝ Ռուսաստանին եւ Չինաստանին, սակայն նրա հայտարարությունից հստակ չէ խոսքը վերաբերում է պայթյունավտանգ փորձարկումների, թե միջուկային հրթիռների թռիչքային փորձարկումներին։ Հատկանշական է, որ աշխարհում վերջին 25 տարիներին ոչ մի միջուկային տերություն պայթյունավտանգ փորձարկումներ չի արել Հյուսիսային Կորեայից բացի։ Սա շատ վտանգավոր խաղ է, քանի որ անգամ սառը պատերազմի ժամանակ այսպիսի ռետորաբանություն մենք չենք լսել ոչ եվրոպացիների, ոչ ամերիկացիների, ոչ ռուսների կողմից։ Սա բավականին անպատասխանատու խաղ է, շատ վտանգավոր խաղ է, որը կարող է բերել էսկալացիայի։ Դեռ նրանք սառը դատողություն իրենց հերիքում է, որպեսզի դա չանել։ Ռուսաստանը շարունակում է համարվել աշխարհի ամենամեծ միջուկային զինանոց ունեցող տերությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Նախագահ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ այլ երկրներ զբաղվում են միջուկային զենքի փորձարկումներով։ Մինչև հիմա մենք չգիտեինք որևէ մեկը փորձարկում է անում։ Պուտինը, որ տիրապետում է աշխարհի ամենամեծ միջուկային մարտագլխիկների զինանոցին, բազմիցս ասել է, որ եթե որևէ երկիր փորձարկի միջուկային զենք, ապա Ռուսաստանը նույնպես կանի դա։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հռչակել են, որ վերադառնում են միջուկային զենքի տեստերին, այսինքն նրանք սկսել են նորից վերսկսելու են տեստերը միջուկային զենքի։ Նշանակում է, որ մենք 55 տարի վերադառնում ենք անցյալ, 55 տարվա պատմություն են կորցրել։ Ռուսաստանը եւ Չինաստանը որոշ ձևով հիմա սկսել են զսպել Միացյալ Նահանգները, ձևավորվում է երկու բևեռ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա մի կողմից եւ Ռուսաստան, Չինաստան։ Բայց միջազգային հարաբերությունները երկրների բախվող շահերի մասին է։ Չինաստանը, որ Ռուսաստանի դաշնակիցն է, եւս տիրապետում է միջուկային զինանոցի, աշխարհում երկրորդ զինանոցը նրանցն է։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է Միացյալ Նահանգներ Չինաստան վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայում։ Այնպես որ այս պետությունները նախ եւ առաջ մրցակիցներ են եւ բնական է, որ նաեւ ինչ-որ ուղղություններով համագործակցում են, վերջիվերջո ամենախոշոր առևտրային գործընկերներն են, նորմալ վերջին տարիների ընթացքում Չինաստանը դարձել է ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկը, Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանի համար, այնպես որ կա շատ մեծ մրցակցություն, բայց կա նաեւ շատ մեծ համագործակցություն եւ փոխգործակցություն ամենատարբեր ոլորտներում։ Թրամփը հանդիպումը որակել է հրաշալի, նշելով, որ կողմերը փորձել են մեղմել առևտրային լարվածությունը։ Մասնագետները նկատում են Չինաստանի կիրառած տնտեսական հակասանկցիաները տվել են իրենց արդյունքը։ Պեկինը խոստացել է թույլատրել հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողությունը։ Սակայն այս տնտեսական քայլերի հետևում փորձագետների համոզմամբ հստակ քաղաքական հաշվարկներ են թաքնված։ Բարդ է դες միանշանակ գնահատական տալ, որտեղ պետությունները բացի համագործակցություն մրցակցում են եւ մրցակցում են ամենատարբեր ոլորտներում եւ տնտեսական մրցակցությունը տեղի ունենում նաեւ մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Չինաստանի մեջ եւ քաղաքական ազդեցության մրցակցություն կա։ Ակնհայտ երևում է, որ Միացյալ Նահանգները անհանգստացած են Չինաստանի հաջող քաղաքական եւ տնտեսական հզորությամբ։ Մասնագետները կանխատեսում են աշխարհը նոր բևեռացման փուլում է։ Եվրոպան փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, մինչդեռ Միացյալ Նահանգները հասկանում է, որ չի կարող անտեսել ոչ Մոսկվային, ոչ էլ Պեկինին։ Այսպիսով Եվրոպան աստիճանաբար մնում է միայնակ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան գլոբալ եռյակի դիմաց։ Սեդամ Ակաջյան, Անրանիկ Մասուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։